խնդիր կա դրած պաշտպանել իշխանություններին նրանց թույլատրել միապետ լինելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին ակնհայտ երևում է, որ բռնապետ կարգելու խնդիր կա դրած, միայն թե ինքը կարողանա այդ միջավայրը ստեղծել, քանդել ամեն ինչը, որպեսզի այդ միապետ լինելը դառնա ակնհայտ։ Այդ միապետ լինելը ոչ միայն եկեղեցով է արտահայտվում, այլ փաստաբանների ձերբակալությամբ, լրագրողների ձերբակալությամբ, տեղական մարմինների ընտրված մարմինների ձերբակալությամբ կամ չեզոքացմամբ, բոլոր դաշտերում այս համակարգված ծրագիր իրականացվում է։ Հիմա դրա վառապացույցը դեր ասած Արշակ Սրբազանի հետ կատարված դեպքը, սա զավեշտ է, սա եղկելի արարք է, որովհետև գոնե չեմ ասում են բարոյական կողմը, մարդկային կողմը, տղամարդկանց կողմից դա այդ բաներ պիչարվեր այստեղ 4 սրբազան է ձերբակալում եւ քո վառեկները նրանց անուններով են դիմում։ Սա մեր հասարակության հիվանդությունն է, մեր հասարակությունը վայելում է նաեւ 21 թվականին Նիկոլ Փաշինյանին ձայն տալու պատուղները եւ եթե մենք չթափվենք առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, եթե մենք չզգանք, թե ուր ենք ընկղմվում, եթե մենք չզգանք, թե ինչ լուրջ ճգնաժամի մեջ ենք թաղվել, ապա Հայաստանում ապրելը կարող է դառնալ ոչ նպաստավոր, ռիսկային, եւ Հայաստանը կարող է կորցնել իր ամբողջ այն ունեցածը, որով կարող է կոչվել Հայաստան։ Կրոնը, մշակույթը, ինքնությունը, հարաբերությունները, լրջությունը, որովհետեւ ես որ նայում եմ հայտարարությունները խորհրդարանի պաշտոնյաների, վախ եմ զգում, թե այսօր ենք իջե, ինչ մակարդակի ենք իջե, այդ անդաստիարակ, այդ վառեկների հայտարարությունները, որ սրբազանների նկատմամբ անուններով դիմելը, ով է իրենց իրավունք տվել հայտարարել, որ կաթողիկոսը կաթողիկոս չէ, ով եք դուք, որ 1700-ամյա ավանդույթ ունեցող այդ կառույցը, դա կառույց է, դա ինստիտուտ է, վեհապար չկա այստեղ սրբազան չկա, դա լրջագույն ինստիտուտ է, հայապահպան ինստիտուտ,